Բարի օր սիրելի հերոստատիտող, այսօր պատրաստելու ենք միասին հետաքրքիր համով քաղցրի տեսակ, որը կարող ենք ասել առողջ քաղցր է, քանի որ իր մեջ բաղադրիչները քրեթե օգտագործելու ենք առողջարար եւ սննդարար։ Եվ այնքան հեշտ է պատրաստվում, այնքան արագ, որ միանգամից երբ որ հյուր եք ունենում, մի քանի բաղադրիչ իրար եք դնում ու ստանում եք մի հատ աղանդեր եւ ձեր հյուրերը զարմանան։ Հիմա ասեմ ինչ ենք օգտագործելու։ Այստեղ ունենք բանան, կտրատելու ենք բանանը, այստեղ օգտագործելու ենք նատլեցի նուշով կամ նուշի կարագը կամ նուշի պաստան, օգտագործելու եմ մարանիկի կակաոը եւ կոկոսի քերուկը, այստեղ ունենք սառույց, այստեղ ունենք անուխ, որը դիզայնի ենք օգտագործելու, այստեղ ունենք հայկական մեղր, այստեղ ունենք բիստակ, որը արդեն մարացրել եմ։ Սկզբում ինչ ենք անում։ Ուրեմն, սկսում ենք բանանից։ Բանանը գեղվելու ենք եւ կտրատելու ենք։ Կտրատելուց հետո պետքա թնենք բլենդերի մեջ։ Մի քանի րոպեում արդեն ստանում ենք շատ համով քաղցր։ Մեկ-մեկ սիրում եմ ես դանը հետաքրքիր բաներ պատրաստել, որը մի քանի բան իրար վրա ենք դնում ու ստանում ենք քաղցր ու մեր հագեցնում ենք մեր քաղցրը։ Գիտեք ինչի, քանի որ մեկ-մեկ իրականում դունը քաղցր ես ուզում ու եթե չունես այդ տարբերակը, որ առողջ կամ սննդարար պատրաստես, դու ուտում ես ինչ-որ կոնֆետ կամ կուքի կամ բիսկվիտ կամ շոկոլա, որի մեջ շատ դոզայով շաքար կա կամ շաքարավազ կա կամ մի քանի ուրիշ բաղադրիչներ, որը չէիր ուզել ուտել, բայց այն րոպեին չունեիր ուրիշ տարբերակ։ Դրա համար ունեցեք միշտ տան մեջ հետաքրքիր եւ առողջարար մթերքներ, որը օգտագործեք։ Օրինակ ես նատլեցի բոլոր պաստաները միշտ ունեմ դունը ու ինչ որ ուզեն, նույնիսկ տոստերի վրա peanut butter-ը կամ քետնանուշի կարագը կամ բիստակի կարագը կսում եմ, մի քիչ պդուղ եմ շարում իրար վրա ու ստանում եմ համով քաղցր։ Okay. Արդեն կարող ենք կամաց ավելացնել։ Բանանը ավելացնում եմ։ Հիմա պետքա փանանք։ Ուրեմն մի հատ վերցնում եմ քթալ։ Ու ավելացնում եմ մեր նուշի կարագը կամ կարող եմ առանց տքալի ավելացնել, քանի որ ինքը արդեն քրիմի է։ Լիլիթին ճիշտ ուզածն է։ Սենց կկանգնենք։ Ունես գրուպնիկա դեր։ Կարող ենք արդեն տկալ օգտագործել կամ ավելի ճիշտը քթալ։ Հիմա մի քիչ սառույց ավելացնում եմ կակաո
Մի քիչ մեղր։ Այն որ հետաքրքիր է Անուշիկը այժմ շատ եմ տնում, բայց հետո քաղցր կստացվի, դրա համար կանգնեցի։ Okay։ Ուրեմն ամեն ինչ թրել ենք, ոնց որ մի հատ հարում ենք։ Մեկ հատ ուզում եմ համին նայել, որովհետև կարող է ավելացնեմ մի քիչ մեղր կամ կակաո։ Կարող եմ կակաո ավելացնել։ Եվ մեղր։ Իրականում ճիշտ չափը թրել էի մեղրին։ Ինչ մեղր է։ Ուրեմն մեր առաջին դեսերտը արդեն պատրաստ է։ Իրա վրա ավելացնելու եմ կոկոսի քերուկ և պիստակ։ Եվ պիստակ։ Oh my god, շատ համով է երևում։ Էս արդեն պատրաստ է։ Անցնենք մեր երկրորդ քաղցրին, որովհետև շատ հեշտ է պատրաստում, ձեզ համար այս հաղորդման մեջ երկու հատ եմ պատրաստում, որպեսզի տեսնեք երկու տարբերակ։ Մենք արդեն մեր երկրորդ դեսերտն ենք պատրաստում։ Ովքեր որ մանգո սիրում են, այս անպայման կհավանեն, որովհետև ես էլ եմ մանգոյի սիրահար ու էսի շատ եմ անում, ինքը ոնց որ թարմացնող համովություն է։ Սենց կարանք մանգոները վրայից վերցնենք, բայց լավ չի վերցվեցավ, ոչինչ, գեղևներն էի ուզում ասեմ, մանգոներն եմ ասում, okay. Մեր Լիլոն լավ մանգո է անդրել,
Բրավո Լիլո։ Հայաստանում իրականում մեկ բախտավորություն է լավ ավոկադո, լավ մանգո դրելը։ Okay. Ավելացնում ենք մանգոն։ Ավելացնում ենք սառույցը։ Ավելացնում եմ մի թեթվասեր։ Մի քիչ մանգոյի հյութ, որովհետև էսի շատ համով է իր մանգոյին համա։ Մի քիչ խառնում ենք։ Ես մի քիչ էլ ուզում եմ մանգո կտրատեմ, որպեսզի վրայի համար դիզայն տնեմ։ Դրանք շատ մանր կտրատենք։ Yummy. Ավելացնում եմ քունջութը, արդեն մանգոները ավելացրել եմ, հիմա մի հատ սանարանից անուխ բերեմ, անանուխ։ Այս պատրաստենք։ Մի թեթև դիզայնի համար սրանից ենք տունում։
Եվ այսպիսով մեր հեշտ աղանդները պատրաստ են։ Թա-թա-թա-թա։ Հələ մի հատ նայեք քույներին, նայեք։ Դե ինձ սիրելիներս, հույսով եմ հավանել եք։ Էսի օրինակ շոկոլա սիրողների համար շատ հետաքրքիր դարբերակ է, բանան սիրողների համար։ Այնտեղ ավելանում է միան նուշի գարակը կամ նուշի պաստան, որը կարող եք փոխարինել պիստակով, կարող եք փոխարինել գետնանուշով, բայց ինքը սենց էլ շատ համեղ է ստացվում։ Իսկ էսի մանգոյի սիրահարների համար կամ ավելի կատնամթերքով դեսերտ սիրողների համար շատ հետաքրքիր դարբերակ է։ Մեգա շատ հեշտ է պատրաստում, մի քանի րոպեում ստանում եք ու հետո սենց բաղ ուտում եք։ Մանավանդ այս հələ որ թեր շոկավորերը շատ հետաքրքիր ձևով կարող եք պատրաստել ուտել, բայց կարող եք եւ ծմերնել ուտել, այդ ոչ մի խնդիր։ Ամենակարևորը որ առողջ արար է, օգտագործել ենք նատլեցի բնական մածուկները, օգտագործել ենք չանախի թթվասերը, օգտագործել ենք մարանիգի համով կակաոը, կունջուտը եւ այլն։ Արդեն տեսակ այս համով իմ սիրած, ամենասիրած մանգո։ Ես ընդհանրապես շատ հյութ չեմ սիրում, բայց այս մանգոն շատ եմ սիրում ու թնում եմ ֆրեզեր, այսինքն սարսախցիկ ու ինքը սենց սորբե է դառնում ու սենց սորբեի պես իրեն վայելում եմ։ Ամեն բարակայի մեր հոգը մի ուտեք, ամենավերջում սենց մաքրում ենք սավայով ու արդեն հաղորդումը փակում ենք։ Ամեն բարակայի հույսով եմ հավանել եք այսօրվա փաղաթրատոմսերը եւ հույսով եմ որ կպատրաստեք ձեր համար, ձեր ընտանիքների համար եւ ինձ կգրեք, եթե հավանել եք։ Չմոռանաք միանալ մեզ ամեն օր 17:00-ին, եթե չհասցնեք երկրորդ օրը ժամը 9-ին առավոտը գնայք ու գնաք գործի եւ չմոռանաք հետեւել մեր էջերին։ Համի կախնիկ, յամի բայշախ, շաղիկ Երևան։ Դե ինչ, հիմա փորձարկում ենք։ Պետք է որոշենք, որ առաջ փորձարկենք, երևի առաջ կփորձարկեմ մանգոն, որովհետև շոկոլային համը միշտ ավելի ուժեղ է։ Yummy։ Շատ համով է։ Հիմա շոկոլան։ Իդիչ միստագից էլ վերցնեմ։ Վաու։ Իրական գսեմ։ Շատ համով է։ Անպայման կպատրաստեք, շատ եք հավանելու ու ինձ կգրեք որն եք ավելի հավանել։ Ես հետո կասեմ ցեզ որն եմ ավելի հավանել։ Ստեսյուն։